2006 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետությունում մարմնավաճառության և տրաֆիկինգի նախագծման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, հասարակական կարգի ապահովման և Երևան քաղաքի վարչությունների աշխատակիցների համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականացվեց կանխարգելիչ ստուգայց։ Ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները շրջեցին քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից սպասարկվող վարչական շրջաններում։ Մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հայտնաբերվեց 30 մարմնավաճառ։ Նրանցից 20-ը Շենգավիթի բնակիչ էին։ Երևանյան լճի հարակից տարածքից բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ 4-ը Էրեբունու բնակիչներ էին։ Նույնքանը կենտրոնի, 2-ն էլ Մալաթիա Սեբաստիայի։ Նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 179.1 հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Մարմնավաճառներն ուղարկվել են առողջապահության նախարարության մաշկավեներաբանական դիսպանսեր համապատասխան ստուգումներ անցնելու։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաև գողության 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության արտիքի բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3477 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հետախուզվում է Արայիկ Հենրիկի Աղաջանյանը, ովքեր տեղեկություն ունեն Արայիկ Աղաջանյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության արտիքի կամ մոտակա բաժին։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է մարդուն առևանգելը, հետախուզվում է Արարատի մարզի Մրգավան գյուղի Զարյան փողոցի 13 տան բնակիչ 1982 թվականին ծնված Նորիկ Սարգսի Սարգսյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Սարգսյանի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 450202 470202 հեռախոսահամարներով։ «1919 թվականի հուլիսի 12-ին նիստում նախարարների խորհուրդը լսում է ներքին գործերի նախարարի զեկույցը միլիցիոներական դասընթացներ կազմակերպելու համար լրացուցիչ վարկ բացելու մասին, բայց միայն խորհրդայնացումից հետո 1922 թվականի նոյեմբերի 12-ին միլիցիայի 6-ամսյա կուրսերը տալիս են առաջին շրջանավարտները։